Հայաստանի գործընկերներ, Դոնական կանոնների ներառություն Հայաստան Գագիկ Խաչիկյանը, թեմավորի մասին ներկայացում պետք է խոսենք եւ պատասխանը կանգնադրված վերաբերում 2015 թվականի մայիսի տեղի ունեցած խոշոր հարձակմանը, որը տեղի ունեցել Զանգեզուրի պղնձամորի գերային կոմբինատում, եւ այդ խոշոր հաստատությունը վերաբերում է վարելիքին, որի գումարը կազմում է մոտավորապես 73 միլիոն լրիվ։ Պարոն Խաչիկյան, դուք հանդիսանում եք այն գործով այն ներկայացված կանոնավորված եւ ճիշտ է Գոր Ստեփանյանի փաստաբանը, ինչ մանրամասնություն են կայացնել գործի ընթացքից եւ պատասխանի միջոցով նվիրավորներ ստանալ իրենց հարցերի պատասխանները։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, դուք եք ներկայացնել մի քանի օր առաջ լրատվական մամուլում տեղեկացած բացահայտվել է Զանգեզուրի պղնձամորի բնային կոմբինատից 73 միլիոն դրամի վարելիքի հափշտակության մեխանիզմը վերկառուցման հոդվածը, այնուհետև ես կանդրադառնամ այս հարցի կապակցությամբ պաշտպանության կողմի փաստարկներին եւ հանգամանքներին։ Ուրեմն կարճ ներկայացնեմ հոդվածից հատվածներ, այսպես Նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ Քաջարյան քաղաքի բնակիչ Գոր Ստեփանյանը աշխատելով Զանգեզուրի պղնձամորի բնային կոմբինատ ընկերությունում որպես ավագ երթակարգավար, արտադրությամբ առանձնապես խոշոր շահերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին ընկերության երկու անսարք ավտոմեքենաների համար իր ենթակայությամբ աշխատող ենթակարգավորների միջոցով կազմել է դիզելային վարելիք եւ բենզին ստանալու իրավունք վերապահող 88 կեղծ փաստաթուղթ եւ արտադրությամբ իրավունք ձեռք բերել 3 միլիոն 850 հազար դրամի բենզինի դիզվարելիքի նկատմամբ։ Ըստ հոդվածի 2015 թվականի մայիսի 21-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քերական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի առաջին կետով եւ 325 հոդվածի առաջին մասով առանձնապես խոշոր չափերի խարդախություն եւ փաստաթղթի կեղծիք։ Բազմակողմանի օբյեկտիվ դրի նախաքննություն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվել են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց արդյունքում բացահայտվել են հափշտակության այլ դրվագներ եւս։ Ես հիշեցնում եմ, որ մեջ եմ բերում հոդվածի բովանդակությունը։ Մասնավորապես։ Դա հոդված չի, Խաչիկյան, դա հաղորդագրություն է։ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից եմ մեջ բերում։ Դա հոդված չի։ Մասնավորապես, բացի վերը նշված 88 ուղեգրերից հայտնաբերվել եւ արգելվել են եւս 1875 ուղեգիր, որոնց հիման վրա դուրս է գրվել 69 միլիոն 820 հազար դրամի ընդհանուր արժողությամբ 166 տոննա լիտր դիզվարելիք եւ բենզին։ Ցել բերված ապացույցների համակցությամբ քննության ընթացքում մեղադրյալ Գոր Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել եւ ծավալը հրացվել է։ Դրա նկատմամբ որպես կապանման միջոց է կիրառվել կանոնավորումը։ Գործով նշանակվել են փաստաթղթաբանական, ձեռագրաբանական, դատահաշվապահական եւ ֆինանսատնտեսական համարի փորձաքննություններ, կատարվել են այլ դատավարական գործողություններ, այդ թվում նաեւ զննություններ, խորհրդություններ, արձակնվել են բազմաթիվ անձիկ։ Նախաքննությունը շարունակվում է։ Հարգելի գործընկերներ, կցանկանայի ներկայացնել պաշտպանության կողմի փաստարկները եւ նշված հանգամանքների շուրջ մեր դատողությունները։ Այսպես, Գոր Ստեփանյանը որպես ավագ երթակարգավորող Քաջարյանի պղնձամորի բնային կոմբինատում աշխատանքի է անցել 2015 թվականի հունվարից մինչև մայիս ամիսը։ Ինչպես նրանից առաջ, այնպես էլ Գորի աշխատած ժամանակահատվածում կոմբինատում հաճախ չպլանավորված իրավիճակներ են ստեղծվել, որոնք արագ արձագանքման անհրաժեշտություն են առաջացրել։ Նման իրավիճակները լուծելու համար երկու անսարք ավտոմեքենաների վրա կազմվել են կեղծ ուղեգրեր, որոնցով դուրս է գրվել 3 միլիոն 850 հազար դրամի վարելիք, որը կազմում է մոտ 9 տոննա։ Քննության ընթացքում Գոր Ստեփանյանը ընդունելով երկու անսարք ավտոմեքենաների վրա կեղծ ուղեգրեր ձևակերպելու հանգամանքը իր ցուցմունքներում նշել է մի շարք փաստեր, առ այն թե վարելիքը ինչ նպատակով է օգտագործել։
Անհրաժեշտ է, որ նման պայմաններում նախաքննություն իրականացնող մարմինը պարտավոր է ստուգել մեղադրյալի կողմից հիշատակված պատասխանատվությունները։ Սակայն ավելի շատ 9 ամիս տևող նախաքննությամբ այս հարցի շուրջ Գոր Ստեփանյանի հետ առնես հարցաքննություններ չեն կատարվել, ինչը հիմնավոր հետևությունների է բերում, որ վերջինիս պատճառաբանությունները չեն ներկայացվել։ Այս եւ մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով առաջի հայցանի դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 7-ին Գոր Ստեփանյանի նկատմամբ տրված խափանման միջոցը փոխեց եւ կիրառեց գրավ։ 2015 թվականի դեկտեմբերի 7-ին կիրառեց գրավ։ Վերջինս ազատության մեջ է մնացել մինչև 2015 թվականի հունվարի 11-ը, այսինքն 1 ամիս 3 օր։ Հունվարի 16 թվականի հունվարի 11-ը։ Վերաքննիչ դատարանը հունվարի 11-ին կրկին կալանավորել է Գորին, նման որոշման հիմքում դրվել է վարույթ իրականացնող մարմնի պնդումները, թե Գոր Ստեփանյանի կողմից իրական հափշտակության չափերը իբրև անհամեմատ ավելի մեծ են։ Որպես այդ դիրքորոշման հիմնավորում 2016 թվականի հունվարի 22-ին Գոր Ստեփանյանի առաջադրված մեղադրանքը փոփոխվել է եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել, այս անգամ իբր 1875 կեղծ ուղեգրերով 73 միլիոն 670,000 դրամի վարելիք հափշտակության համար։ Պաշտպանության կողմի համոզմամբ նման մեղադրանքը որևէ փաստական հիմք չունի։ Եվ այդ եղանակով վարույթ իրականացնող մարմինը ընդհանուր լուծում է Գոր Ստեփանյանին ամեն գնով կալանքի տակ պահելու իր անհասկանալի ձգտումը։ Քանի որ նախկին մեղադրանքի պայմաններում մեծ է հավանականությունը, որ վճռաբեկ դատարանը կբավարարեր մեր միջնորդությունը եւ Գոր Ստեփանյանին կազատել կալանքից կամ էլ դատարանները հետագայում չեն երկարացնի նրան կալանքի տակ պահելու ժամկետը։ Այն, որ նոր մեղադրանքը չի կարող լուրջ ապացուցողական հենք ունենալ, խոսում են հետևյալ փաստերը։ Նախ, տնտեսական հանցագործությունների քննության հետ քիչ թե շատ առնչվող յուրաքանչյուր անձ կվկայի, որ հափշտակության հիմնական ապացույցը դա դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունն է։ Նման փորձաքննություն նշանակվել է 2015 թվականի սեպտեմբեր ամսին, սակայն փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Ավելին, չի ստացվել նաև նույն ժամանակահատվածում նշանակված փաստաթղթաբանական եւ ձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը։ Ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն հանգամանքին, որ ըստ նոր մեղադրանքի Գոր Ստեփանյանը կատարել է 1875 ուղեգրերի կեղծիք։ Այսինքն, նույն փաստաթղթաբանական եւ ձեռագրաբանական համալիր փորձաքննությամբ պետք է միայն հաստատվել կեղծիքի փաստը, առավել ևս դրան Գոր Ստեփանյանի կողմից կատարված լինելու հանգամանքով։ Չունենալով դատահաշվապահական փորձաքննության եզրակացություն, անհնար է վերջնական եզրահանգում կատարել հափշտակության չափի վնասի առաջացման համար պատասխանատուների առումով։ Բացի այդ, եթե հավատան վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված կեղծ ուղեգրերի եւ հափշտակության ծավալների մասին տվյալներին, ստացվի, որ Գոր Ստեփանյանը կարողացել է ընդամենը 4 ամսվա ընթացքում հափշտակել 166 տոննա վարելիք, ինչը կոմբինատի ներքին ավտոհավաքակայանի 1 ամսից 3 օրվա ծախսի չափն է։ Այսինքն, ներքին ավտոհավաքակայանը այդ պայմաններում 1 ամիս 10 օր հնարավորություն չպետք է ունենալ ընդհանրապես աշխատելու։ Եվ վերջապես, պղնձամոլիբդենային կոմբինատում վարելիքի ստացման, դուրս գրման և հաշվետվությունների ներկայացման այնպիսի մեխանիզմներ են մշակված, որոնց պայմաններում անհնարին է Գորի նման միջինից ցածր մակարդակի ստորաբաժանման ղեկավարի կողմից 4 ամսվա ընթացքում նման հսկայական հափշտակության կատարումը։ Վերահսկողական մեխանիզմներում ընդգրկված են վարելիքակցուկային բաժինը, հաշվապահությունը, անվտանգության ծառայությունը, արտադրամասերը որպես պատվիրատուներ, որոնք յուրաքանչյուր ամիս առանձին հաշվետվություն են ներկայացնում եւ հենց զուտ դրանց անհամապատասխանությունը արդեն առաջին ամսում պետք է լուրջ ահազանգ հանդիսանար կոմբինատի ղեկավարության համար։
Եթե վարույթ իրականացնող մարմինը իրոք հակված է անվերապահ հավատալ 4 ամսում 1875 կեղծ ուղեգների արկայությանը և 166 տոննա վառելիքի հափշտակությանը, ապա պետք է պատասխանի նաև, թե ուր էին նայում կոմբինատի մեծ և փոքր ծառայությունների ղեկավարները և այն այդպես անվճռաբար ճակերտների մեջ թալանվում էր։ Այս պայմաններում ձեզ մոտ բնականաբար հարց կառաջանա, թե որն է Գոր Ստեփանյանին անպայման կալանքի տակ պահելու նպատակը։ Նշեմ, որ պաշտպանության կողմը այդ կապակցությամբ որոշ դատողություններ ունի, սակայն դրանց բացատրելը այս փուլում գտնում են ոչ նպատակահարմար, ինչպես ասում են ամեն ինչ իր ժամանակին։ Իսկ հիմա այս կոնկրետ օրինակով կցանկանայի անդրադառնալ խափանման միջոց կալանքի կիրառման իրավական հիմքերին և պրակտիկային ընդհանրապես։ Հարգելի գործընկերներ, Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը նախատեսում է խափանման միջոց կիրառելու հիմքերը։ Այս հոդվածով նախատեսված է հետևյալը. դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմքեր տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է առաջին թաքնվել քրեական վարույթ իրականացնող մարմինից, երկրորդ խոչընդոտել միջդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, երրորդ կատարել քրեական գործով չթույլատրված արար, չորրորդ խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց և հինգերորդ խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը։ Հարգելի գործընկերներ, կոնկրետ մեր դեպքում բոլոր որոշումները, որոնք դատարանը կայացնում է խափանման միջոց կիրառելու կամ ժամկետը երկարացնելու, նշվում է ընդամենը այս կետերի թվարկումը, սակայն որևէ իրական հիմք չի ասում, ինչը դատարանները պարտավոր են ասել։ Ավելին, Գոր Ստեփանյանը, ինչպես արդեն նշեցի, 2015 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 2016 թվականի հունվարի 11-ը գտնվել է ազատության մեջ։ Հունվարի 11-ին վերաքննիչ դատարանի կողմից և քննվում էր բողոքը գլխավոր դատախազության Գորի նկատմամբ ընտրված գրավը վերացնելու Գոր Ստեփանյանը մասնակցում էր դատական նիստին։ Դատարանի կողմից որոշումը հրապարակելուց հետո, երբ պարզ դարձավ, որ վերջինս կրկին կանոնավորվում է, Գոր Ստեփանյանը համբերատար բավականին ժամանակ սպասեց, մինչև դատարանի կողմից որոշումը տրամադրվեց մեզ, այնուհետև ոստիկանների ուղեկցությամբ գնաց քրեակատարողական հիմնարկ, այսինքն Գորի կողմից որևիցե կերպ թաքնվելու մասին հաստատները հենց կոնկրետ այս հանգամանքով անտրամաբանական են։ Բացի այդ, որոշումների մեջ բազմիցս նշվում է, թե ազատության մեջ մնալով Գոր Ստեփանյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը գործով անցնող վկաների նկատմամբ անօրինական գործողություններ կատարելու եղանակով և նշվում է նաև, որ վերջինս Քաջարյանի բնակիչ է, վկաների հիմնական մասը նույնպես քաջարյանցիներ են և այդ պայմաններում իբրև թե նման հանգամանքը բացառել հնարավոր չէ։ Իրոք Գոր Ստեփանյանը ծնվել մեծացել է Քաջարյանում, իրոք գործի վկաների հիմնական մասը Քաջարյանի բնակիչներ են, բայց եկեք չմոռանանք, որ Գոր Ստեփանյանը Քաջարյանում բնակվող հայր ունի, եղբայր ունի, բազմաթիվ բարեկամներ ունի և եթե նպատակ լիներ վկաների նկատմամբ որևիցե անօրինական գործողություն կատարելու, ամենևին պետք չի, որ Գորը լինի ազատության մեջ, Գորի փոխարեն այդ քայլեր ու գործողությունները կարող է կատարել նաև նրա հարազատները, բայց 9 ամսից ավել տևող նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմինը չունի գեթ մեկ փաստ, որ Գորի հարազատները որևիցե մեկի վրա անօրինական գործողություններ են կատարում։ Այսինքն այս հանգամանքը նույնպես հիմնազուրկ է։ Հարգելի գործընկերներ, իմ ձեռքի տակ է միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրավական, տեսական և գործնական հիմքերը, ժամանակակից զարգացումներն ու կատարելագործման ուղիները աշխատությունը, որը հրապարակվել է 2015 թվականին Հայաստանի Հանրապետության դատավորների միության կողմից աշխատության խմբագիրը
Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ պարոն Եթե կարելի է մենք ձեզ հարցեր տանք, դուք խորանում եք արդեն Ես վերջացնում եմ երկու բառեր եմ ասում եւ վերջացնում։ Ես ուզում եմ նաեւ ընդհանրացնել իմ ասածը, նշված աշխատությունը շատ մանրամասն տեսական եւ գործնական հանգամանքներ է պարունակում միջդատական բարույթի նկատմամբ դատական հսկողության նկատմամբ մասնավորապես նշվում է կալանավորումը համարվում է ամենախիստ կապարման միջոցը, որը պետք է կիրառվի միայն որպես ծայրահեղ միջոց եւ այն դեպքում, երբ առավել մեծ կապարման միջոցը հնարավոր չի ապահովել ամբաստանյալի պաշար վարքագիծը եւ արտադրության իրականացումը։ Հիանալի միտք է եւ լիահույս ենք, որ վճռաբեկ դատարանը ավելի հետեւողական տեսական գաղափարներ եք իրագործի նաև պրակտիկայում։ Ես վերջացրեցի, շնորհակալություն, սիրով պատասխանեմ ձեր հարցերին։ Պարոն Արամյան Հասմիկամարյան, դուք ներկայացրեցիք միայն Գոր Ստեփանյանի մասով, բայց քրեական գործով նաև անցնում է նրա անմիջական պետը Եղիգարյանը։ Դուք չգիտեմ հիմնավոր թե ուղղակի մոռացաք հիշատակել նաև իրեն, որովհետև ինքը ևս գործող անձ է եւ գլխավոր անձերից մեկը։ Բնականաբար չեմ մոռացել, Կարեն Եղիգարյանը ինքը ունի պաշտպան եւ եթե վերջինս նպատակահարմար գտնի ինչ-որ ձևով իր տեսակետը արտահայտելու պարտավոր է անել ինքը։ Ես Ստեփանյանի շահերի պաշտպան եմ եւ գտնում եմ ոչ էթիկայի կանոններին համապատասխան ուրիշ գործով անձնատիպ Չէ, դուք ասում եք հասարակ աշխատողը նման քայլի չէր դինա, բայց անմիջական ղեկավարի օժանդակությամբ փաստորեն ըստ նախաքննության տվյալների լավ է գնացել։ Ըստ էության խոսքը վերաբերում է նրան, որ Գոր Ստեփանյանը ինքն է հիմնական կատարողը ըստ գործի տվյալների։ Կարեն Եղիգարյանի մասով նման հանգամանքներ ինձ հայտնի չէ։ Ոչ, որովհետև խոսքը վերաբերում է նրան առաջադրված մեղադրանքը ապշտակության մեղադրանք է։ Ես քիչ առաջ նշեցի, որ Գոր Ստեփանյանը ընդունելով երկու անսարք ավտոմեքենաների վրա ուղեգրել ձևակերպելու հանգամանքը նշել է փաստարկներ, թե այդ վարելիքը ինչպես եւ որտեղ է օգտագործվել։ Ըստ էության դրանք օգտագործվել են կոմբինատի կենսագործունեությունը արագ արձագանքելու ժամանակ։ Նշվել է բազմաթիվ փաստարկներ, որոնց ուղղությամբ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է իրականացնել գործողություններ եւ եթե դրանք հերքում են, պետք է մեզ հետ պաշտպանության կողմի հետ կատարվել բարերես արձագանքություններ։ 9 ամսվա ընթացքում որևիցե մեկը Գոր Ստեփանյանի հետ այդ հարցի շուրջ արարես չի հարցակցել։ Իսկ ո՞նց է ստացվում այդ պարտավորությունները մեղադրելու վարելիքը։ Ըստ հաղորդագրության եւ ըստ առաջադրված մեղադրանքի իր անմիջական ղեկավարից, բայց սրանք նրա հետ համաձայնության, ես հիմա կարդում եմ այդ հաղորդագրությունը։ Հաղորդագրության մեջ տրված է, որ համաձայնության դրանք համատեղ Այսինքն նրանք համաձայնեցված են գործել։ Նորից եմ ասում, մեր կարծիքով նախաքննական մարմնի այդ դիտողություններն ու դատողությունները որևիցե իրավական հենք չունեն։ Կոնկրետ Գոր Ստեփանյանի մասով։ Ներողություն, այսպեսին է այս հաղորդագրությունը, այս գործի պայմաններում ինքը նորմալ է, այսինքն անմեղության կանխավարկածի հետ կապված նման հաղորդագրություն տարածել է, եթե իհարկե կողմը չի ընդունել մեղքեր։ Շնորհակալություն, նման հաղորդագրությունների մեջ միշտ նշվում է ենթադրյալ հանցագործության վերաբերյալ, այսինքն սա նաև սահմանադրական պահանջ է, այսինքն հաղորդագրություն տարածողը ինքը ասում է, որ այս փուլում մենք ընդհանրապես ենթադրում ենք եւ չենք խախտում անմեղության կանխավարկածը։ Նախաքննության գաղտնիքը վերաբերվում է կոնկրետ նախաքննական մարմնին, այսինքն ինքը պետք է որոշի ինչ ծավալի տեղեկատվություն տրամադրի։ Եթե ինքը որոշել է այս ծավալի տեղեկատվություն տրամադրել, նշանակում է այս ծավալի մեջ գտնվում է, որ նախաքննական գաղտնիքը չի խախտվել։ Պաշտպանության կողմը նույնպես
ստիպված է տեղավորվել նշված ծավալի մեջ, այլ պայմաններում մենք գործ կունենանք կրկին նախաքննության գաղտնիքի հետ։ Այսինքն, այն ծավալը, ինչը որ տրամադրվել է նախաքննության վարմի կողմից, մենք այդ ծավալում ընդամենը կարող ենք մեր դատողությունները ներկայացնել։ Կներեք, իսկ կալանքի միջնորդությունը բողոքարկել եք, ասացիք վերաքննիչից հետո։ Այո, բողոքարկվել է վճարապետ դատարան, սակայն վճարապետ դատարանի որոշում վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին դեռևս չունենք։ Ցուցմունքներ տալիս է ձեր պաշտպանյանը։ Այո, իմ պաշտպանյանը ցուցմունքներ տալիս է, ես նորից նշեցի, որ վերջինս մատնանշել է բազմաթիվ դեպքեր եւ փաստարկներ, որոնք խոսում են իր կողմից 88 կեղծ ուղեգրերով ստացված վարելիքը ֆաբրիկայի կոմբինատի կենսագործունեության պայմաններում օգտագործելու համար։ Հարց ունեք։ Այդ դեպքում ինչ է կեղծ ուղեգիր տալը, կեղծ ուղեգիր տալը, եթե կենսագործմաններ ուղղված, պիտի ալկոհոլի չլիներ այդ փաստարկը։ Արագ արձագանքման հաճախ խնդիր է առաջանում եւ յուրաքանչյուր կազմակերպություն, դերեք չմոռանանք, որ կոմբինատը մասնավոր հիմնարկ է, ինքը ունի որոշակի ձևավորված պրակտիկա։ Այս ձևավորված պրակտիկայում եղել է այդպես, որ եթե արագ արձագանքման համար ոնց որ ռեզերվա ունեցել որոշակի արագ արձագանքման նպատակով արագ վարելիք տրամադրելու։ Եվ բացի դրանից հասկանանք, որ շատ բաներ հնարավոր է չի ձևակերպել։ Օրինակ, Երևանից ինչ-որ մեկը գալիս է կոմբինատ, ինչ-որ խնդրի հետ կապված։ Վերջինիս տանելու, բերելու խնդիր առաջանում, մեքենա պետք է վարելիք լցվի։ Այսպիսի խնդիրներ կարգավորելու համար կոմբինատում ձևավորված ավանդույթի պայմաններում ունեցել են որոշակի այսպես վարելիքի ռեզերվ։ Ամենայն դեպս դա իմ պաշտպանյալի պնդումն է։ Եթե նախաքննության Այսինքն չիմանալով ինքը գնացել ընկել է ծուղակը, հա։ Ես էլ հարցը չհասկացա, չիմանալը ինչ։ Ինքը չիմանալով, հա, որ խարդախության է գնում։ Օգտագործել են այսպես ասացին։ Չէ, ինքը լավ իմացել է, որ մեքենաները անսարք են։ Ինքը լավ իմացել է, որ անսարք մեքենաների վարելիքը բնականաբար օգտագործվելու է ոչ այն նպատակով, ինչը գրված է ուղեգրով։ Բայց ես նորից եմ ասում, այդ վարելիքը ոչ թե ինքը հափշտակել է, այլ ինքը օգտագործել է կոմբինատի կենսագործունեության։ Բայց ինքը չի ենթադրել հետագա հնարավոր է հետագայում խնդիրներ առաջանալ։ Ամենայն դեպս մինչ իրեն նման խնդիրներ չեն առաջացել։ Այսինքն մինչ իրեն միշտ է Ես իրեն ինքը տնօրինությունը հին տնօրինություն է եղել, չէ, նոր տնօրինություն է եկել եւ բարեփոխումներ արել, մինչ իրեն կարա շատ բան։ Ես նորից ներկայացնում եմ իմ պաշտպանյալի դիրքորոշումը, եթե նախաքննական մարմինը ունենա այլ հանգամանքներ, այլ փաստարկներ, մեզ հետ արարես հարցաքննության խնդիր, մենք ընդամենը ասում ենք, այս փուլում 9 ամիս տևած նախաքննության ընթացքում մեր պատճառաբանությունները որևիցե կերպ չեն հերքվել։ Եթե կան նման հաստատական հիմքեր, որոնք կհերքեն մեր պատճառաբանությունները, պետք է մեզ հետ արարես հարցաքննվել, սա է օրենքի պահանջը, ինչի չի արվում։ Դուք նշեցիք, որ կա մի կարծիք, մի վարկած, որ հիմա չէ կարող նախաքննության այս փուլում հարցնել այդ մասին, թե ինչու են հենց խաթարվելուչը կարող խնդրել։ Իսկ այս փուլում կարող եք ասել, ենթադրություն եք այն մասին, թե իրոք շորտ հափշտակում եղել է եւ քաղաքացիական նոխազ է դարձել գորը, թե հատուկ ընտրվել է, ես պատմություն եմ աճեցրել, որպեսզի ձեր պաշտպանյալին աշխատանքից հեռացնեն եւ հետո նա կարողանան։ Շնորհակալություն, ձեր հարցին պատասխանելու համար մենք պետք է ունենանք դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը եւ փաստաթղթային ու ձեռագրաբանական փորձաքննությունների եզրակացությունները։ Չունենալով այդ փորձաքննությունների եզրակացությունը, նույնիսկ դժվար է ասել, իրոք հափշտակությունը եղել է, թե հափշտակություն չի եղել։ Նաև տասեք ձեր պաշտպանյալը տարեկան է։ Պաշտպանյալը 35 տարեկան է, ունի 2 անչափահաս երեխա, նախկինում արատավորված չի եղել, դատված չի եղել, բարձրագույն կրթություն ունի, դրական բնութագիրներ, նրա վարքը ազգային ժողովի Սյունիքից ընտրված պատգամավորը երաշխավորել է եւ վնաս
վնասը վերականգնել են նախկին մեղադրանքի ծավալի չափով, այսինքն 3.850.000 դրամի չափով։ Այսինքն որոշակիորեն մեղք ընդունել է, Այսինքն ասում է, որ այս գործողությունների արդյունքում մենք ընդունում ենք, որ կոմբինատում վնաս է պատճառվել, բայց սա որպես հափշտակություն որակել կարծում ենք, որ իրավաչափի չէ։ Իսկ երկրորդ մեղադրանքով ինչքան հափշտակություն։ Երկրորդ մեղադրանքի ծավալը կազմում է 73 միլիոնից ավել։ Դրանցում քրեական պատասխանատվություններ են ենթարկվում, թե միայն վարչական քրեական։ Կալանքի տակ է արդեն օրենքը նախատեսում է 4-ից 8 տարի ժամկետով ազատազրկում նշված ուրվացի։ Լրագրողներ այն հարցեր չունեն։ Փաստորեն, եթե հիմնանում եք ամփոփեք, լուծվում է կալանավորումը ապօրինի է, անօրինական է։ Այո, մեր կարծիքով չկա իրական դատավարության օրենսգրքով նախատեսված այն հիմքերը, որոնք պարտադիր են անձին կալանքի տակ պահելու համար, թաքնվել խոչընդոտել։ Իսկ որն է լինելու ձեր հետագայում։ Բոլոր օրենքով թույլատրելի միջոցներով պայքարել իրական վիճակը պահելու համար։ Այսօրվա պայմաններում դրանք միջնորդություններն են, ռողոքներ, հիմուններ, ինչու՞ չէ, նաև հասարակությանը կատարվածի մասին իրավիճակը։ Իսկ դատարան չի ուղարկվել գործը։ Իրական գործի նախաքննությունը շարունակվում է։ Մենք դա գործակնությունների եզրակացումներ չունենք։ Կներեք, իսկ այդ բանի առաջացան դատարանն է փոխել Այո, առաջացանի դատարանը։ Սյունիքի առաջացան Սյունիքի Ոչ, քանի որ նախաքննությունը կատարվում է Երևանում, Արաչյացյանի, Արաքիր և Քանակեր Զերիթում վարչական շրջանների Արաչյացյանի դատարանն է փոխել խափանման միջոցը կալանքը գրավի։ Իսկ սկզբանե որ դատարանը։ Իսկ սկզբանե Սյունիքի մարզի Արաչյացյանի դատարանը բավարարել միջնորդությունը և խափանման միջոց ընտրել կալանք։ Իսկ Եդիգարյանի հետ իրենք առերեսում ունեցել են, թե իրենց ցուցմունքներ չեն հակասել կամ չգիտեմ, իրենք կապ ունեցել են այդ նախաքննության փուլում։ Եդիգարյանի հետ նախաքննության ժամանակ առերեսում կատարվել է, արդյունքները ասել չեն կարող։ Ինչու՞։ Որովհետև նախաքննության նախնիկ է։ Այսինքն հակասություններ եղել է իրանց։ Եղել է։ Եթե հարցեր չկան, մենք ավարտենք ասելիսը, կարող աչքան դեսնանքել, Սիրով շնորհակալություն։